Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ բազմոլորտ գործակցության զարգացման հեռանկարները, կարևորելով տնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ կոնկրետ միջոցառումների եւ քայլերի մշակման անհրաժեշտությունը։ Նիկոլ Փաշինյանը եւ Չան Թան Մանը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի շուրջ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի խոսնակ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը։ Վահագն Խաչատուրյանը կարևորել է Հայաստանի եւ Վիետնամի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է գործակցության հեռանկարների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, կրթական եւ այլ ոլորտներում գործակցությանը զարգ տալուն։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Բաբախանյանի երդման արարողությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Reuters-ը հայտնում է, որ այդ մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը կտրականապես հերքել է Ֆրանսիայի արտգործնախարարի երեկվա հայտարարությունը, թե Բաքուն նոր նախապայմաններ է առաջադրում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Այխան Հաջիզադեն պնդել է, թե Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը նոր չէ, այն քննարկվել է ավելի քան 2 տարի եւ դրա լեգիտիմությունը կասկածի տակ դնելն անընդունելի է։ Պաշտոնական Երևանը բազմիցս նշել է, որ Բաքվի հետ բանակցություններում Հայաստանի սահմանադրության փոփոխության հարց չկա։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիություն կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական եւ տնտեսական նշանակության մասին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաեւ ընդգծել է այս միջանցքի արդյունավետության համար տարածաշրջանի երկրների միջև սահմանային անցումների պարզեցման կարեւորությունը։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը 30 տարի հետո կարող է արմատապես փոխել իրավիճակը։ Սա ավելի քան երբևէ կմոտեցնի Եվրոպան եւ կենտրոնական Ասիան, ավելացրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եվրոպական խորհրդարանը ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված նիստ է անցկացրել, միաժամանակ լրջագույն ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից էթնիկայերի բռնի տեղահանությանը։ Եվրոպացի բազմաթիվ պատգամավորներ հստակ զուգահեռներ են անցկացրել պատմական ողբերգության եւ վերջին տարիների իրադարձությունների միջև, ընդգծելով Թուրքիայի ու Ադրբեջանի պատմական պատասխանատվության չկրելու վտանգավոր հետևանքները։ Եվրոպացի պատգամավորները խիստ քննադատել են նաեւ ԵՄ շարունակվող գործակցությունը Ադրբեջանի հետ, հատկապես գազային մատակարարումների եւ Բաքվի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի պահպանման համատեքստում։ Ապրիլի 3-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կատարի պետության արտաքին գործերի պետնախարար Սուլտան բին Սադ ալ Մուրեյխիի գլխավորած պատվիրակության հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Կատարի պետության միջև գործակցության հարցերի լայն շրջանակ։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի Հանրապետության եւ Ծոցի գործակցության խորհրդի անդամ երկրների հետ աշխատելու խորացման ուղիների վերաբերյալ։ Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլին ապրիլի կեսին կայցելի Ադրբեջան, ապա Հայաստան տեղեկացրել է Վրաստանի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Լուկա Էխվայան։ Վերջինս հայտնել է, որ Կավելաշվիլիի առաջին արտասահմանյան այցն Ադրբեջան տեղի կունենա ապրիլի 14-ից 15-ը, այնուհետև Հայաստան հավանաբար ամսվա վերջին։ Մարտուն Գրիգորյանը պաշտոնապես հայտնել է, որ որոշում է կայացրել անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների հնարավոր գործընթացում Կիևի համար հստակ կարմիր գծեր կան, որոնք Ուկրաինան չի պատրաստվում զիջել, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Չեռնիգովի մարզի տարածքային համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ դրանք վերաբերում են ինչպես երկրի զինված ուժերի կարողություններին, այնպես էլ օկուպացված տարածքների կարգավիճակին։